43 ֆիլմ 36 երկրից ոսկե ծիրանի մրցութային ֆիլմացանկը հայտնի է։ Հայկական կինոփառատոնը ստացել է 900 ֆիլմի հայտ։ Ընտրվել են լավագույնները, որոնք անցել են նաև միջազգային այլ հեղինակավոր փառատոններով։ Tony Erdmann. Մարեն Ադեի տրագիկոմեդիան Կանից հետո ճանապարհվում է Երևան։ Թոնի Էդման դեռահասախ չկան հասկանալու համար սկսում է նրա հետ չարաճճիություններ անել։ Ֆիլմի մասին կանում շատ խոսեցին, բայց թողեցին առանց մրցանակի։ Գերմանական Թոնի Էդման ժապավենը 13-րդ ոսկե ծիրանի խաղարկային մրցույթի հաղթողի գլխավոր հավակնորդներից է։ Այս ժանրում մրցելու է ևս 11 ֆիլմ։ Լավ ֆիլմերը շատ էին։ Եվ երբեմն նույնիսկ մեր հանձնաժողովում կատաղի վեճեր էին տեղի ունենում։ Ռումին ռեժիսոր Անկա Դամյանի կախարդական լեռը այս տարվա վավերագրական մրցույթի էքսպերիմենտն է, ֆիլմը անիմացիոն է, ընդհանրապես դոկումենտալ մրցույթի ժյուրին ստացել է 600 հայտ, բայց ընտրել է ընդամենը 15-ը, ազդեցիկ և հզոր վավերագրական ֆիլմերը քիչ էին։ Մենք ունեցանք մի փոքր կոնֆլիկտ խաղարկային ֆիլմերի հանձնաժողովի հետ, որտեղ կար մի ֆիլմ, որը եւ մենք էինք ընտրել որպես վավերագրական եւ իրանք ընտրել էին որպես խաղարկային։ Ջիվան Ավետիսյանի վերջին բնակիչը առաջին անգամ էկրան կբարձրանա հենց ոսկե ծիրանի ժամանակ։ Փառատոնում այս տարի մի քանի հայկական պրեմիերաներ ևս սպասվում են։ Հայկական համայնապատկերում 5 լիամետրաժ է ներկայացված, ևս 7-ն էլ վավերագրական ժանրից են։ Ղարաբաղից տեսես, Արշանը Ղարաբաղ։ Ոսկե ծիրան կինոփառատոնի վաղեմի ցանկություններից մեկն է եղել ունենալ մեծ պրեմիերաներ հայկական ֆիլմերի համար, բայց ցավոք սրտի հայ ռեժիսորների կողմից միշտ չի եղել, որ վստահությունը տրվել է հենց փառատոնի ընթացքում պրեմիերա անելուն։ Հայաստանի ոսկե համ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին մեկ շաբաթ Երևանը կհյուրընկալի միջազգային հայտնի կինոգործիչների ու կցուցադրի մեր օրերի լավագույն կինեմատոգրաֆիկ ձեռքբերումները։ Անի Հակոբյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։